Վաղ առավոտյան ցնցվել է Ուկրաինայի մայրաքաղաքը ռուսական անօդաչու թռչող սարքերից։ Զանգվածային հարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել են։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնում է, որ անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների նոր ալիքից քաղաքի մի քանի թաղամասերում պայթյուններ են որոտացել, 2 բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ամբողջ երկրում է օդային հարձակման տագնապ հայտարարված եղել։ Կիևում արտակարգ իրավիճակների ծառայությանը հաջողվել է մարել հրդեհների մեծ մասը, վնասված շենքերից բնակիչներին տարհանել են։ Կրակից մոխրացած բարձրահարկերում փրկարարները զոհերի մարմիններն են որոնում։ Ուկրաինայի կառավարությունը զգուշացրել է մայրաքաղաքի բնակիչներին դեռ մնալ ապաստարաններում եւ հեռու լինել պատուհաններից, քանի որ շենքերի մոտակայքում կարող է չպայթյա զինամթերք լինել։ Կիևում էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման ընդհատումներ են։ Զոհերի մասին է հայտնում նաև ռուսական կողմը։ Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախում գիշերը Կրասնոդարի եւ Ռոստովի մարզերն են եղել։ Ռոստովի մարզի 2 բնակավայրերում 3 մարդ է զոհվել, եւս 8-ը վիրավորվել են։ Մարզի երկնքում 16 անօդաչու թռչող սարք է հոցվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Կրասնոդարի մարզի նահանգապետի խոսքով ուկրաինական վերջին ռմբակոծությունը Կիևի ռեժիմի ամենաուժգին հարձակումներից մեկն է եղել։ Մարզում 6 վիրավոր կա։ Դաշնության ամբողջ տարածքում 249 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, անգամ պատերազմն ավարտելու խոստումնալից բանակցությունների ֆոնին։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։